Հիմնականում խտրականությունների հետ, կապված իմ ռուսամետ հայացների հետ, ինձ աշխատանք չեն տալիս, շատ ագրեսիվ են, կապված հանցագործությունների աճի հետ, ոստիկանության համակարգը չի գործում, բազմիցս ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործությունների մասին, նույնիսկ իմ ժամանակավոր, ես Արցախից եմ, իմ ժամանակավոր կացարանի տան դուռը կոտրել են, լուսամուտները ջարդել են ձմեռով, այդ մասին ես հաղորդում եմ տվել, բազմիցս ներկայացրել եմ, ոչ մեկ չի զբաղվում։ Ազգային անվտանգության ծառայությունը այդ հարցով փորձում է զբաղվի, մոտիկանում ենք մեր տուն, ինքը կայնած այդ դռան ջարդված ապակիների մոտ, ինձ ասում է հանգիստ ապրի, մեղադրում է բազմիցս, դե ասում հանգիստ իմ համար աշխատում եմ, ես էլի փոքրիկ հողամասը իմ համար հանգիստ աշխատում եմ։ Ու այդ ջարդողը գիշերով, ով որ մոտիկացել ջարդել է, ասում է ինչի դու ուզում ես մեր մեջ հանգիստ ապրես, դե կակ բուտը խեդագարեն, չգիտեմ, իդիոտ են, չեմ կարող էլի մեջտեղը, իրավունք չունեմ մեջտեղը հանգիստ ապրեմ։ Ինչի համար են ջարդում։ Դա կապված հիմնականում իմ արցախցի լինելու հետ եւ ռուսամետ լինելու հետ։ Իսկ ասեցիք աշխատանք չեն տալիս, քանի որ ռուսամետ եք, որտեղ դիմել, որ մերժել են հենց ձեր ռուսամետ լինելու պատճառով։ Մեկ տարում առանց չափազանցնելու 10-15 աշխատատեղ են փոխել։ Ոմանք դա հասկացնում են, ոմանք բերամու ասում են կամ պետքա նույնիսկ Չինչին գյուղի գյուղապետը Տավուշի տենց փորձեց հանակի տալ, կատականել, դե զգացվեց էլի, որ ինքը դուրջ է ասում, ուղղակի տես կատակով։ Ասում է դու մինչև Նիկոլական չդառնաս, այստեղ չես կարող մնաս մեր գյուղում, ասում է ես այնպես կանեմ, որ դու այս գյուղից կգնաս։ Չինչին ու եկա, Չինչին, չէ, հիմա չէ։ Դա անցած տարի փետրվարին։ Հիմա որտեղ եք ապրում։ Ներկապային բնակարան չունեմ։ Բարձր եմ ապրում։ Երևանում։ Այո, Երևան։ Մենակ եք ապրում։ Ներկապային այո։ Հիմա ձեր պահանջը Ռուսաստանի դեսպանության առաջ եք եկել, որն է։ Եկել եմ ուղղակի բարձրաձայնեմ խնդիրների մասին ու վերջ մնացածը ամեն մեկը թող իր հերթին որոշի։ Ճիշտ ասած, մի քիչ նեղվում եմ աշխատանքի պահով, հարցի հետ կապված պետությունից գումար չեմ ստանում, հրաժարվել եմ իրենց օգնությունից, ես ցանկանում եմ իմ աշխատանք ունենալ, իմ աշխատանքով ապրել։ Այս ակցիայից հետո ես որոշել եմ, որ գնամ կառավարության դեմը, ակցիանեմ ու ասենք մի խոսքով, եթե կստացվի կգնամ, եթե չստացվի։ Որևէ պատասխանատու անձանց պատկան մարմինների չեք դիմել։ Շատ եմ դիմել, ոստիկանությանը հաղորդում եմ տվել բազմիցս, ու չեմ էլ ուզում ասեմ ինչ վիճակը։ Շատ վատ վիճակ է։ Ինչ-որ նախարարություն։ Ներքին գործերի նախարարությունը վերջին անգամ մոտիկացել հաղորդում ներկայացրել, բազմիցս, միայն սա չէ, եթե օրինակ հենց հիմա այսպես ասեմ, դինամիկ լինի, միացնենք, ասենք այդ խուլիգանական ինչ ոնց են ասում, խմբակների ես իրենց ձայնագրել եմ, ինչ ասենք հատուկ սարքերի միջոցով ոնց են խաղում հասարակության նյարդերի հետ։ Եթե հենց հիմա այստեղ դինամիկ լինի, ես այդ զապիսները միացնեմ, դուք լսեք, ձեր համար ամենի շպարս կլինի, շատ հայտարարեք վիճակը։ Շան նման հաչում են դինամիկները, ամբողջ օրը։ Այդտեղ չգիտեմ, ծառայական տարբեր ձեներ են հանում։ Ու դա ասենք զգացում է, էլի, որ դե ես մոտիկացել եմ, իրենց ասել եմ ինչի եք այդպես։ Սրանցի այսպես ուղղված քայլեր են։ Նաև դուք բնակավայրը ինչին է։ Այո, նաև իմ անձի հանդեպ դա Գեղարքունիքի մասի արտանիշ գյուղում եմ, այդպես շատ վատ բառ իրենց։ Բնակավայր եք այսպես տեղափոխվել։ Հիմա կասեմ, գյուղապետը մոտիկացավ ինձ, ես որ բացակալ էի մի անգամ աշխատանքի հետ կապված եկել էի Երևան։ Գնացի արտանիշ գյուղ, տեսա, որ այդ ամբողջը ձիբիլ են լցրել հողամասում, ու հարևանին մոտիկացա, ասեցի կարող դուք տեղեկ դինեք, ով է զիբիլը լցրել, սկսեց վեճ սարքել հետս։ Բա ինչ ես մտածում, որ ես եմ, ասում չեմ մտածում, էլի որ դուք եք ուղղակի հարցնում եմ, կարող է տեղեկ դինեք։ Դրանից հետո գյուղապետը մոտիկացավ, ասում է ինքը իմ աղբյուր տղան է, ինչ ես իրեն նեղացրել։ Դու ասում չեմ նեղացրել, էլի ուղղակի հարցրել եմ, կարող է տեղեկ դինեք ով է զիբիլ լցրել հողամասում իմ բացակայության ժամանակ։ Ինքը ասում է դու եթե քեզ այդպես պայես ասում է, գյուղացիները քեզ այս գյուղից կվտարեն։ Իսկ
իսկ ինչ որ բռնություն, հենց հանդի հանդեպ ուժ կիրառել նման բաներ եղել են։ Եղել են կապված իմ Արցախցի լինելու հետ, էլի այդ նույն համերգը նույն խնդիրով մոտիկացել եմ մի հատ տղա, ասել եմ կարող է իմանաք ով է գիշերվա ժամը 1-ին 2-ին բարձր ազդանշան տալիս մատորի ձներ հանում մի խոսքով էլի։ Այդպես խոսացինք, հարցրեց որտեղից ես, ասեցի որ Ղարաբաղից եմ, դե ասում է հյուր ես, քեզ հյուրի նման բայ։ Ես իրեն նորմալ ասեցի էլի, որ ես հյուր չեմ։ Ես նախ մի կողմս Արցախից եմ, մի կողմս Երևանից, երկրորդը Արցախցին նույն հայն է, ինքը ունի նույն բարբառը, նո Արցախցի բարբառը հայկական լեզվաընտանիքի մեջ է, չեմ մտնում, հայկական լեզվի մեջ է մտնում։ Արցախից կոնկրետ որտեղից ես ներիկ, Քաշաթաղից։ Ինքը ասում է, որ Արցախցի ես, ասում է, հյուր ես, քեզ հյուրի նման բայ։ Մի խոսքով, մի հատ ինչ-որ տղա։ Այդ որ գյուղի մասին է։ Արտանիշ։ Արտանիշում։ Այսինքն այդ յուղի բնակիչ է։ Այո, դրանից հետո որ ես ասեցի հյուր չեմ, էլի չեմ եկել ձեր սուրճ խմեմ, որ հյուրի տղեկ եմ թվում, դրանից հետո խփեց ինձ, չէ։ Ուղղակի իրանք զուտ ձեր արցախցի լինելու հանգամանքով պայմանավորված։ Հենց ես ասեցի ես հյուր չեմ, դրանից հետո մի անգամից խփեց։ Խփեց, քֆուր արեց, հայհոյանք հնչեցրեց ու այդպես։